Շարժման հիմնադիր ղեկավար Բարև ձեզ պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես մամուլի 2-3 բան ներկայացնեմ եւ անցնենք մեր թեմաներին։ Նախարարները ամանորի 7-9 միլիոն դրամ պարգևավճար են ստացել։ Գաղտնի հավելավճարներ գրում է ժողովուրդը։ Այս ամեն ինչը ես չգիտեմ ում մտքով է անցել այսպիսի աստղաբաշխական գումարներ տրամադրել, վստահաբար Նիկոլի, որտեղ Նիկոլը ինքն է հայտարարել, որ բոլոր որոշումները ինքն է ընդհանրապես կայացնում, դե մարդ եմ ասել, որ իրանից դուրս այս հորինված բան չի, այդ մարդը ընդ որում չի էլ մոռանում պարբերաբար դա կրկնում է, որ դատավորներն ով են, նախարարներն ով են, կամ չգիտեմ, սրանք ով են, ես ոնց ուզենամ, էլ չեմ ասում, որ անդիմության падգամավորներն նրանց մասին ինչ է ասում։ Ամեն հավանականությամբ ինքն է այս որոշումը կայացրել, դե մենք հիմա շատ հաճախ ենք խոսում թոշակառուների մասին, 550,000 թոշակառու ունենալով շատ կոնկրետ ինքը այս թոշակառուների սովի են մատնված, եթե նկատի ունենանք ես պիտի խնդրեմ պարոն Սարգսյան առանձին այս թեմային դուք անդրադառնալ, եթե նկատի ունենանք այս խայտարակ գնաճը եւ այն գրոշները, որ տալիս է թոշակառուներին Նիկոլը, պարզեր, որ իրեն սկզբում իրեն պետք էին այս մարդիկ, որովհետև իրենց ձայներով ինքը 19 թվականին, 20 թվականին նորից ընտրվեց եւ մնաց իշխանության, բայց ամենայն հավանականությամբ հիմա հաշվարկ է արել, շատ ավելի մեծ թիվ է կազմում եւ ինքը որոշել է, որ իր թիմակիցներին, իր նախարարներին եւ ամենակարևորը իր իրավապահ համակարգի մարմիններին, ոստիկաններին, պարետներին, ովքեր ստանում են 400, 500, 700,000 քննիչներին, 800,000, 1 միլիոն, 2 միլիոն պարգևավճարներով ինքը այդպես պահելու է, հասկացել է, որ ինչպես կարելի է պահել եւ ավելի հեշտ է խփում, ավելի լավ այդպես մեծ գումարներ տալիս են, մի հատ վստահելիների հավատարիմների բանակ է ստեղծել եւ մարդիկ երեք էլ խոսեցի դրա մասին, պարետներից մեկը, որ այսպես բարեկամից ինչ որ ծանոթ էր եւ այլն, հրճվանքով դե նաեւ մեծ մասամբ տգետ անգրագետ փողոցից եկած մարդիկ են եւ իրենք չեն թաքցում, ասում են որ դեպքում ինձ ասենք տային 500-600,000 ոչ կրթություն ունեն, ոչ մի բան, կանչեցին, ասեցին ուզում ես դառնալ, հա, ասեցին ձևական մի հատ ինչ որ հարցազրույցի են տարել եւ այսպես ասած բաները տվել, հագուստը տվել են, աշխատավարձը տվել են, գնանստի, երբ որ պետք լինի ջարդել, հարցակվել, այո, սուլիչը տվել են, ասել են կզբաղվես քո գործով։ Այնպես որ հիմա իր համար հենման կետ է գտել, է գրողի ծոցը թոշակառուները պետքա կհեգնի, կասի 10,000-ն էլ ձեր գլխից շատ է կամ տամ դեբիլ եք ինչ պիտի անել։ Պետքա կասի 20,000-ը տամ ասում է, հո չեք տաքանալու 20,000-ով, ավելի շատ կծախսեք, չգիտեմ ինչ։ Այսպես կհեգնի, պիտի խնդրեմ, որ առանձին անպայման այս մասին, բայց նաև այս թվերի մասին էլ պիտի խոսել 7 միլիոն, 9 միլիոն, պատկերացնում եք, մարդը 10,000, 15,000, 20,000, 30,000 դոլար այսպես գրչի մի հատված օտավանով ըստ ստորագրությամբ տալիս է եւ ամանորի շեմին չգիտեմ ինչ էս տալիս է, բայց նաեւ այս ամբողջ կոռուպցիոն մեր սխեմանել հետը, չէ, դա երևի այդ միլիարդները բավարար չեն, սա էլ պիտի լրացուցիչ լինի։ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու առիթով հարուցված քրեական գործը 4 տարի է քննում են, գիտեք ինչու, որովհետեւ Մովսես Հակոբյանը այն քիչ բարձրաստիճան զինվորականներից էր, ովքեր պատերազմից հետո այն մեծ ահռելի խայտառակ թերացումները մատնանշեց, թե ինչի արել, ինչպես է կործանել, ինչպես է ավիրել հայոց բանակը Նիկոլ Փաշինյանը, ընդ որում ներկայացրեց, որ դրա մասին իրեն բազմիցս զեկուցվել է, ասել է, որ ինչպիսի խնդիրներ կան եւ ինչ պիտի ասել եւ ամբողջությամբ հակառակն է արել եւ Նիկոլը եւ իր նշանակած զինվորականները ավելին, թե ինչ խայտառակ գործողությունների հետ հետո պատմությունն ու քննությունը ցույց կտա, որ այս իշխանություններին կճանապարհեն, թե ինչպես են պատերազմի ժամանակ, ինչպես են ձախողել, ինչ խայտառակ գործողություններ են արել, ինչ ոչ պրոֆեսիոնալ քայլեր են արել, հիմա թե դիտավորյալ է եղել, թե ոչ պրոֆեսիոնալ է, ինչով է պայմանավորված, ուղղակի են քչերից է, հիմա փաստորեն նրանք, ովքեր որ ինչ որ բացահայտումներ են ներկայացրել, ավելին որ ասեցին ինչ որտեղ պայմանավորված պատերազմ է եղել, ձախողել եք պատերազմը եւ առհասարակով որ ասում է ինչու գործեցինք Արցախը, ինչու գործեցինք մեր հայրենիքը, այսօր կամ քրեական գործերի տակ է, կամ բարիս բուն իմաստով ուղղակի բան կալանավորված են։ Այսպես եւ Կարապետյանը, լավ, այստեղ այսպես առանձնակի բան չկա ներկայացնելու համար մամուլի տեսությանը հետ կապված։ Ես ուզում էի սկսել մեր նյութը Սալավյովով, ափսոս նկարը չգիտեմ, Մարիամ, եթե հնարավոր է այս ընթացքում ցուցադրենք Սալավյովի նկարն լինի, նախ եւ առաջ, հիմա ուզում եմ մեկ անգամ եւս նշել, առանձնացնել սիրելի հայրենակիցներ, պարոն Սարգսյանն էլ կհաստատի։ Ինքը
տևական ժամանակ որ հրապարակ է եկել, մենք Սալավյովին ճանաչել ենք որպես որևէ մեկը չհամարցակվի հակառակը պնդել, ինքը եղել է, ես կարծում եմ, որ մնում է հայ ժողովրդի մեծագույն բարեկամ, Արցախահայության մեծագույն մեծ բարեկամ, դա ինքը միշտ այսպես ճակատային խոսել է մեր հակառակորդների, այս պարագայում թշնամիների, ադրբեջանցիների դեմ, Թուրքիայի դեմ եւ առհասարակ որևէ մի անց, ժողովուրդ, երկիր, պետություն, որ ինչ-որ նկրտումներ է ունեցել Արցախի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինքը ճակատային պատասխանել է, պատասխանատվել է եւ երբեք չի թաքցրել, ես չգիտեմ դա իրեն ինչ է արժեցել, երբեք չի թաքցրել իր մեծագույն սերը, համակրանքը հայ ժողովրդի նկատմամբ, հայ ժողովրդի անցյալի նկատմամբ, հայ ժողովրդի պատմության նկատմամբ միշտ մշտապես մեծ խորը ցավով մշտապես խոսել է Արցախի կորստի մասին եւ եթե հիշում եք եւ պատերազմի ժամանակ արտահայտել եւ դրանից առաջ եւ մեծագույն բարեկամ լինելով ինքը մեզ միշտ հուշել, զգուշացրել է թե ինչ աղետ է մեզ սպառնում եւ ինչի արժեվ ենք մենք կանգնած, ճիշտ է թե ոչ, որ մենք կարող ենք կորցնել Արցախը, մենք կարող ենք կորցնել Հայաստան, մենք կարող ենք թե ինչ է մեզ սպառնում, սրա մասին էլ ինքը միշտ խոսել է, ահազանգել է, ասել է եւ նորից եմ կրկնում իր մեծագույն սերը Արցախահայության եւ Արցախի նկատմամբ արտահայտել է եւ զգուշացրել է մեզ, այն քիչ մարդկանցից էր այլազգի, որ մեզ ցավով է ներկայացնում Արցախի կորուստ եւ ասում էր ինչ պիտի անեք, ինչ է մեզ սպառնում, ինչ է լինում, այո, ասել է, որ այս իշխանությունները, թշնամի իշխանություններ են հայ ժողովրդի, Նիկոլի իշխանությունները եւ ԿՊ-ի մասին խոսել է, ասել է, որ այս իշխանությունները չեն ցուցադրում, այո, դրա համար չեն ցուցադրում, արգելափակեցին իր եթերը, իմիջիալոս ինչ որ Տիգրան Հակոբյանն է ակտիվացել, Տիգրան Հակոբյանը, որ պետք է նրա շքանշանն որ տվել է իրեն Սերժ Սարգսյանը պետք է հետ վերցնել, այս ինչ մի զարթնեցիր Տիգրան Հակոբյան, այս ինչ մի արթնացար, հիմա ասենք սա այլևս տարածվում է բոլոր ԿՊ-ականների վրա, բոլորի անխտիր, ովքեր որ այսպես կազմակերպված հանձնարարություն է ստացել, որ պիտի բոլորը կազմակերպված խոսեն Սալավյովի դեմ հա, ինչ-որ բաներ է, ինչ-որ գուցե բանը չափնացել է Սալավյովը, ինչ-որ բաներ է ասել, բայց ներողություն Բա դուք խաղաղություն եք գնում կնքելու Ալիևի հետ, Էրդողանի հետ, բա Էրդողանը կանգնեց ասես մի հատ թրի վրա մսի կտորեք, բա այ չգիտեմ ինչի ծանունդներ, նույն Տիգրան Հակոբյաններ, այն մեծագլուխներ, բա մի հատ բան արեք, բա մի հատ այտենց վայնասում բարձրացնեիք ասեք, էսում հետ ես գնում հարևանության, բարեկամության, ասում մի հատ թրի վրա մսի կտորեք, պետք է մաքրեմ ձեզ, բա այդ ինչի մի հատ վայնասում չեք բարձրացնում, երբ որ Ալիևը կանգնում ասում է, էս իմ տարածքն է, իմ երկիրն է, հələ մի հատ է պետք է նորից գծեմ, այսինքն նորից տարածքներ մի հատ նկրտումների մասին է խոսում, ասում արևմտյան Ադրբեջան կա, բա դրանից ավելի մեծ ահաբեկչություն չեք համարձակվում, ձեր շեֆը չի համարձակվում, Նիկոլը չի համարձակվում, Տիգրան Հակոբյանն, ես էլ այն հավաքածուների մասին չեմ խոսում ԿՊ-ականը, բա մի հատ հələ պատասխանը տվեք, տեսեք, էս ինչեր է խոսում, էս ինչեր են ասում, էլ չեմ ասում մնացածը, հեգնում են, ասում են ալկոգոլիկ ծաղրացու են ասում ձեր շեֆին, բանի Նիկոլին, ալկոգոլիկ ծաղրացու ասում, զվարճանում է, հետո էլ ասում է, բանն է ասել ինձ, մեղրի բան ասել, մի քիչ բարեգութ գտնվի, մի քիչ մեղմ գտնվի, բա մի հատ Տիգրան Հակոբյան, օդի միջից բերեք ես պաշտոն է տվել Նիկոլը, նշանակել է միլիոններ է ստան, բա մի հատ Տիգրան Հակոբյան, ինչի՞ չես պաշտվում, Նիկոլ, ինչի՞ ես պարազիտին պահում, երբ որ քեզ այդպես անպատում վիրավորում է, մի հատ ձայն չի անում եւ իր նմաններ են, մյուս ԿՊ-ականները մի հատ ձայն չեն հանում, չեն ասում, այս ինչա տեղի ունենում, ինչա, եւ սա այսպես բանը համատարած սկսել են հարցակվել, բա մի մեծ ահաբեկչություն ա լինում բանի նկատմամբ, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, այդ ինչի ձայն չեք անում, մի հատ ձայն հանեք, Տիգրան Հակոբյաններ, Էլնիսների մասին չեմ խոսում, մի հատ ձայն հանեք, բա դուք ինքներդ հրավիրատոմս եք ուղարկել նույն արևմուտքին, ասում եք, արի մի հատ մասնակցի մեր ընտրություններին, միջամտի, բա դա միջամտություն չի, բան չի մի հատ ձայն չեք անում, հա, հրավիրատոմսով արևմուտքին բերելու եք այստեղ նստացնեք, որ ձեր կեղծիքներն $19 միլիոն ստանալու եք, բան չի ձայն չեք անում, թե մի հատ
շատ քույլողակ եք ձեր արևին գտել, Սալավիովին գտել եք ինչ որ բաներ եք ասում։ Բա ահաբեկչություն չի գնացել ուրիշ երկրի նախագահին առևանգե տարել է Թրամփը։ Դենտեղից փող եք ստանում, մեկը չի համարցակում մի բան ասի, մի հատ էլ մնացած նկրտումներն ա ներկայացնում, Կուբայի դրոշով ա նկարվում, Մեքսիկայինն ասում է, չէ, հանգիստ եղեք, հələ ձեզնով չեմ զբաղվելու, Գրենլանդիան ա վերցնում, չէ, այստեղ բան գոյություն չունի։ Սալավիով են գտել ու մի հատ sense հարցակվել են։ Սալավիովը եղել է տարիներ շարունակ տևական ժամանակ հայ ժողովրդի մեծագույն բարեկամը։ Եթե հիմա ինչ որ մի բան էլ չափն անցել է, այստեղ մի հատ վերլուծեք, քննեք, հասկացեք թե ինչ է, բայց հաստատ դուք այդ իրավունքը չունեք, որովհետև դուք առաջին ահաբեկիչներն եք, ովքեր հայտարարել եք, որ Արցախը Ադրբեջան է եւ հնարավորություն եք տվել, որ Ալիևի ձեռքերը ազատվի եւ հարձակվի ցեղասպանություն գործի եւ հայաթափի Արցախը եւ Արցախի ժողովրդին տնավեր դարձնի ու ցեղասպանության այս բանը, այս ճանապարհը ցուպը ձեռքի վերցած, այս ճանապարհը բռնեն ու գան տնավեր եղած հայտնվեն այստեղ։ Խնդրեմ, ես կուզենայի, որ Սալավիովի թեմայից սկսեիք հենց։ Երևի թե մենք մեր թեմաները նաև Ջա, այն ամենայնիվ ասեք, ես ինչ հարցակում ա, ես ինչ մի հատ չգիտեմ ինչ ա։ Սալավիովը այն արդեն ամեն ինչ ասացիք։ Հարցն անում է, որ իհարկե այդ մի նախադասությունը, որը ինքը երևի թե այսպես պորտկաց եւ ասեց, դա իհարկե ընդունելի չի միանշանակ, բայց այն որ իրականում լինելով հրյա հայ ժողովրդի իրոք բարեկամն է եղել եւ բոլոր հարցերում Արցախի հետ կապված հատկապես եղել է մեր ազգի պաշտպանը, դա միանշանակ։ Միշտ, մշտապես։ Ինչ վերաբերում է թե նա ինչպես է մեկնաբանել Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործունեությունը, դա իր իրավունքն է, որպես մեկնաբանի Եվ դուք կարող եք դրա հետ համաձայն չլինել, բայց դա իր իրավունքն է մեկնաբանել այնպես, ինչպես ինքն է գտնում։ Եվ այս հարցում ես գտնում եմ, որ շատ օբյեկտիվ է եղել։ Եվ հիմա Սալավիովը փորձում է բացատրել նաև իր իշխանությանը, որ իրենք այս քաղաքականությամբ, ընդհանուր քաղաքականությամբ գործում են տարածքներ, որտեղ իրենց շահերն են նաև արտահայտված եւ բախվում են այդ շահերը այլ երկրների կամ մեծ տերությունների կամ փոքր պետությունների շահերի հետ։ Ուրեմն Սալավիովը ավելի շուտ նաև Ռուսաստանի իհարկե պատրիոտն է եւ այդ տեսակետից մենք տեսնում ենք ոնց է ինքը վերաբերվում ընդհանրապես այն ամբողջ իրադարձություններին, որոնք Ուկրաինայի հետ են կապված։ Այնպես որ ես չեմ ուզում դրան ծավալվեմ, արդեն ամեն ինչ ասվեց Անժելայի կողմից, ես ասում եմ, որ Սալավիովը իհարկե չպետք է այդպիսի արտահայտություն անի, որ կարելի էր օգտագործել նաև, այսպես ասած, հատուկ ռազմական գործողություն Հայաստանի դեմ, բայց որ ընդհանուր առմամբ դաշնակից պետությունը կամ դաշնակից պետությունները այսպիսի հարաբերություններ չպետք է ունենան, դա ինձ համար նույնպես միանշանակ է։ Դաշնակից պետությունը չի կարող հանդուրժել, երբ որ իր շահերը այստեղ ոտնահարվում են, կամ այսպիսի խաղեր են տալիս այստեղի իշխանությունները։ Հիմա կամ դուք իրենց նկատմամբ դաշնակից եք եւ ոչ միայն ԵԱՏՄ-ում, որտեղ դուք ունեք մեծ օգուտներ, պահպանում եք ձեր դիրքերը, այլ նաև հապկում պետք է լինեք, եթե չեք ուզում, ուրեմն պետք է ընդհանրապես դուրս գաք, այդ դեպքում ձեզ կասեն նաև դուրս եկեք ԵԱՏՄ-ից, այդ դեպքում դուք կկորցնեք այն ահռելի շուկան, որը դուք չեք կարող փոխարինել, այնպես որ այստեղ շատ հարցեր կան, եւ առավել եւս որ ոչինչով չեք կարող փոխարինել այս պահին այն ամենը, ինչ որ դուք ստանում եք Ռուսաստանից։ Շատ ավելի ցածր գներով, քան շուկայական գներն են։ Այնպես որ կրկնել դա նորից ասել, որ մարդիկ իսկ ինչի՞ չասել։ Երևի պետք է ասել, օրինակ, ես ես կարող եմ ասել։ 165 դոլարով են վաճառում գազը։ Ինչով ենք լավ ֆրանսիացիներից, որ 1500-ա։ Այնտեղ գալիս է մինչև 600, նայած Ֆրանսիան է իր հերթին, ես նկատի ունեմ Եվրոպային է վաճառում, այո, 400-ից 600 դոլար։ Ոչ մի բան, անգամ եթե Հայաստանին վաճառեն 250 դոլարով անգամ,
այս տնտեսությունը փլուզվելու է միանշանակ։ Ինչի օրինակ, այդպես կազմակերպված ԿՊԱ-ները Ինչ շնորհակալության երախտիկի խոսք չեն ասում, Մենք գիտենք ինչու։ Չէ, մենք գիտենք ինչու՞ չէ, պարոն Սարգսյան։ Նաև այստեղ եւ Ռուսաստանի Դաշնությունն է շատ վատ խայտարակ աշխատում, եւ նաև, ասենք, չգիտեմ, այն քաղաքական գործիչներն ուժերը, որ պիտի պարբերաբար ներկայացնեն։ Այսօր որ ես տանը, ասենք, ջեռուցում եմ, վճարում եմ ամսական 40,000, 50,000 եւ ոչ թե, ասենք, վճարում եմ, չգիտեմ, 150,000, 200,000, չգիտեմ, ասենք, հասկանալի է, չէ՞, որ այդ որտեղ Ռուսաստանի Դաշնությունը այդպես է որոշել, իր համարում է, որ բարեկամական երկիր, չգիտեմ, ինչ այդպես է, չէ՞։ Ուրեմն տեսեք ինչ են ասում, իմել ինչ են կարոզում։ Ադրբեջանից մենք կգնենք, կստանանք եւ այլն։ Այնա բենզինը բերել են ասում մեքենաները բոլորը։ Հա, ինչ օրիեք։ Ինչ օրիեք մեքենաները ովքեր որ լցրել են ասում շարժիչները բոլորը խափանվում փչանում։ Այդ նույն բանն է ձեր գլխի։ Չէ, հարցը դա չի անգամ։ Արցախին էր տալիս, պակաս շրջափակեց, մի ամիս կստանայեք էժան գնով։ 2 ամիս հետո շրջափակվելու եք։ Մի ամիս հետո այդ նույն գինը, որովհետեւ դուք կկտրեք ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ Ադրբեջանից կախման մեջ կլինեք, այդ մյուս օրը կդառնա ոչ թե 160 կամ 200, կդառնա միանգամից 500, 600 կամ 700։ Ասենք դարձավ 1000, ով է իրանց բանը։ Ոչ մի բան, ասենք որոշեցի, որ 2 ամիս հետո դառնում է 1000, ասենք ինչի պիտի էլի է։ Այդ չանի, երբ որ դրադիմաց ասել է գիտես ինչ կա, պիտի Երևանն էլ վերցնեմ, սա պիտի, չէ, բայց մենք ինչի չենք ասում։ Դուք ինչի ամեն օր շնորհակալություն չեք հայտնում, որ մենք այսօր այս մեր ջեռուցումը բան վճարում ենք այդքան, կարող ենք, չէ, 3 անգամ շատ վճարել, ոնց որ մյուս երկրներին վճարում է Ռուսաստանը։ Հնարավոր է, չէ, այդպես հնարավոր է։ Չի անում, չէ՞ դա, բայց այստեղ կա մի հատ երախտիկ, շնորհակալություն, օրինակ ԿՊԱ-ականներին։ Հանձնարարին հատտեց բան արեք ներկայացրեք։ Մենակ գազը չի, ցորեն այնտեղ շատ բան է գալիս, որ ռազմավարական նշանակություն ունեցող։ Այդ Վեդի Ալկոյի որ տենց ոգևորված իր աշխատակիցներին ուղարկում է հակա եկեղեցական արշավետ սատանայական բանը պատարակներին, որտեվ հայտնի չի, չէ՞, այնտեղ եթե զերծում է դա։ Մի թեման եկեք շարունակենք, ավարտենք նոր։ Չէ, թեման եմ շարունակում։ Այդ ապրանքը որտեղ է գնում Վեդի Ալկոյի։ Որ շուկան է գնում, պարող։ Միակ շուկան այսօր որտեղ որ կարողանում են իրացնել, դա է։ Ռուսաստանն է եւ ԵԱՏՄ այդ երկրները։ Որովհետեւ ոչ են քաղաքական ուժերն են նորմալ կարողանում այս ժողովրդին ներկայացնել, որ ինչ է արվում, այդ երկրի կողմից եւ ինչ է մեծ, չի իմանում ժողովուրդը։ Չի իմանում։ Գնացեք փողոց, ամեն երրորդը կասի ռուսը պրոբլեմա, մեր համար ռուսն է արել, Ռուսաստանը։ Գնացեք փողոց հարցրեք։ Հա ես դրա մասին չեմ ասում։ Ես ասում եմ այն ինչ որ մենք ասում ենք ամենօրյա մեր քարոզում, այսպես ասած, ժողովուրդը լսում է, բայց միևնույն է, այնտեղ կա հակակարողություն, որը բերում է լրիվ ուրիշ հակառակ արդյունքի։ Այն է, որ իբր Ռուսաստանը չի օգնել մեզ Արցախը պահելու հարցում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ որ Արցախ հայությունը դուրս եկավ այնտեղից միջև վերջ ցեղասպանվեց այդ շնորհիվ։ Այդ ռուսների շնորհիվ չի։ Չէ, այստեղ խնդիրը հետեւյալն է։ Ինչ արեց Հայաստանի իշխանությունը այս 7 տարվա ընթացքում, որպեսզի կարողանար ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ասես ձերբակալ ենք։ Հա, դե դրա համար եմ ասում, կամ այստեղ մի բան ասել, այնտեղ գնալ, ուրեմն գլուխ խոնարել, ասել Վլադիմիր Վլադիմիրիչ ամեն ինչ լավ է։ Այսինքն այս ամբողջի արդյունքը հետեւյալն է, ինչպիսին եք դուք, ինչպիսին է ձեր նկատմամբ վերաբերմունքը։ Եվ դա շատ པարզ երևում է այս 8 տարվա ընթացքում ոնց է արվել հակառուսական ամբողջ քաղաքականությունը։ Եվ այդ պայմաններում, եթե նրանք դեռ շարունակում են պահպանել մեր նկատմամբ որպես դաշնակից պետության նկատմամբ հարաբերություններ, դա նույնպես իրենց պահվածքից է, իրենց կեցվածքից է։ Պարոն Սարգսյան, 40-50 գործիչ, Արևմտամետ, Նիկոլա Պաշտ, ԿՊ Պաշտ, առնվազն 20 լրատվամիջոցով ամբողջ օրը հակապուտինյան, հակառուսական, այդ ինչ հայտարարություններ են անում։ Ուրեմն մի մեկնաբան, մի հայտարարություն արել, սենց հա կարող եք ինչ որ մի հայտարարություն լիներ կամ ինչ որ մի բան, ավարտ ամբողջությամբ հարձակվել են։ Բա որ իրանք հանկարծ մի հատ կենտրոնանան տեսնեն թե այստեղ ինչ է կատարվում։ Այսինքն դու քեզ կարելի է դա կազմակերպված հակառուսական, հակապուտինյան, չգիտեմ ինչ տանել։ Այն է ռազմավարական քո գործընկերը, որ այսօր բազաները դրած է, դու չես պաշտպանում, դու քո բազաներով Ռուսաստանին չես պաշտպանում։ Իրա բազաներն են այստեղ, որ Թուրքիան մի ժամում չգա մեզ ոչնչացնի, Ադրբեջանն էլ հետ է։ Ուրեմն այս հարցի հետ կապված, չգիտեմ, կարող ենք շարունակել երկար ասել, բայց հիմա հարցը հետևյալն է։ Մենք այս իշխանության օրոք չենք ունենալու ոչ մի ուրիշ փոփոխություն։
դեպի լավը չենք ունենալու։ Սա եկեք պարզ ֆիքսենք ու արդեն խոսենք նրա մասին, թե ինչպես են վարվում նաև մեր ներսի քաղաքական ուժերը, որպեսզի մենք հասնենք այդ նպատակին, պարզ ասում, այդ նպատակին պետք է հասնել այս տարի։ Եվ ընտրությունները ընդամենը մի 5-6 ամիս է մնացել, ընդամենը դա է։ Եվ այդ ուղղությամբ պետք է ավելի շատ երկար մտածել։ Շատ լավ, պարոն Սարգսյանը Մոսկվայից է վերադարձել։ Մինչև հիմա մի րոպե, այդ առաջի հարցին, որ թոշակառուների եւ ընդհանրապես այդ բոլոր բաների հետ կապված։ Տեսեք, այս քաղաքականության այս դրա մասին ավելի ես կուզենայի մանրամասն խոսել, որ սրանց այսպես կոչված տնտեսական, ֆինանսական քաղաքականությունը իմիջիալոց, ես չգիտեմ, շատ խիստ կասկածում եմ, որ իրենք գիտեն ինչ է նշանակում Պարկինսոնի օրենքը։ Ուրեմն Պարկինսոնը դա հայտնի տնտեսագետ է, որը ոչ թե Պարկինսոնի հիվանդություն է, որտեղ շատերը անգրագետ տեսանկյունից շփոթում են։ Պարկինսոնը ժամանակին ասել է, որ իշխանությունը, որը քննադատվում է, նրանք ովքեր իրեն քննադատում են, ասում են, որ դու ուռճացրել ես քո կառավարչական ապարատը, իրենք գալով իշխանության եւս երկու անգամ ավելացնում են իրենց այդ փորձում են ոչ թե ավելացնում են, որովհետեւ դրա հաշվին էլի շարունակում են նույն քաղաքականությունը, այսինքն ինչ է նշանակում, շարունակում են հալածել սեփական ժողովուրդը եւ էքսպլուատացիայի, այսպես ասած, ենթարկեն եւ դրա համար անհրաժեշտ է որ հիմքը իրենց ավելի ամուր լինի, այսինքն իրենց շուրջ հավաքված մարդիկ պետք է անընդհատ կախման մեջ լինեն իրենցից, իրենց տված այդ գումարներից դրա համար դարձրել են, չգիտեմ, քանի միլիոն դրամ, նրանց պարգևավճարը դրանք էլ հրճված են, այո, ճիշտ եք ասում, որ անգրագետ մի երիտասարդի 10-րդ դասարան ավարտած կամ չավարտած, ուրեմն գա ստանա 400-ից 500 հազար, ինքը իհարկե երջանիկ է եւ շատ շնորհակալ է այս իշխանությունից, կոնկրետ Նիկոլ Փաշինյանից։ Բայց եկեք հիմա տեսեք ինչպես է այս ամբողջը փակվում, ում հաշվին է դա արվում։ Ուրեմն եթե ուշադիր նայեք իրենց տված տվյալներով, մենք տարին ամեն տարի 1 միլիարդ դոլարով ավելացնում ենք մեր պետական պարկը։ 1 միլիարդ դոլարով։ Հայաստանի համար դա ահռելի թիվ է։ Այսօրվա դրությամբ 15 միլիարդ է արդեն հասնում, բայց հիմա եկեք նայենք, ասենք թե վերցրել եք վարկ եք վերցրել։ Ինչի համար եք վերցրել։ Վերցրել եք, որպեսզի դրա հաշվին կարողանաք ճիշտ օգտագործելով ստանալ շահույթ, շահույթի հաշվին փակել այդ վարկը կամ նախորդ վարկը, որպեսզի կարողանաք շարունակել եւ պակասեցնել ձեր պարտքը։ Այստեղ լրիվ հակառակն է գնում։ Այդ 1 միլիարդը հիմա հիմնականում գնում է տոկոսները փակելուն, նախորդ պարտքերի այդ գոյացած տոկոսները պետք է փակվեն, դրանք արդեն տարեցտարի ավելանում են, եթե չեմ սխալվում, այս տարի 300-ից 400 միլիոն դոլար միայն գնալու է ուրեմն այդ պարտքերի տոկոսները փակելուն, բացի դրանից այդ նույն վարկից բյուջեի դեֆիցիտն է փակվում, այս նայել է տարեցտարի ավելանում այդ դեֆիցիտը, Եվ տակին բան չի մնում, են տակին մնացածներ գնում է որպես սրանց համար պարգևավճարներ։ Այսինքն ժողովուրդը եւ տնտեսությունը ոչ մի դոլար չի ստանում։ Դուք հասկանում եք այս ամբողջ ողբերգությունը եւ հանցագործությունը, որ իրենք կատարում են։ Սա մեծագույն հանցագործություն է պետության եւ ժողովրդի դեմ։ Եվ երբ որ ինքը խոսում է ինչ որ 10,000-ը ավելացնենք, բայց ժողովրդին չի անելու այդ 10,000-ը, 20,000 ավելացնենք, չի էլ տակածնելու իր տունը, սա ուղղակի ձեռք է առնում ժողովրդին, ձեռք է առնում թոշակառուներին եւ ընդհանրապես ժողովրդին։ Այն հատվածը, որը ապահովված է, այդ հատվածը, տեսեք, լրիվ ուրիշ է։ Հիմա ես ձեզ ասեմ նաեւ ուրիշ մի բան։ Իմացեք, որ տնտեսության փլուզումը գալու է նրանից, շարունակվում է դա։ Այս գնաճ եւ այլ իր հերթին, բայց որտեղ է իբր նրանց հաջողությունը, շինարարությունում։ Այդ շինարարությունը արդեն շուկան արդեն հագեցած է այդ բնակարանային շինարարությունից։ Հիմա կամաց պակասում է։ Եթե նա պակասում է, պարզ է, չէ, որ այնտեղ արդեն ուրիշ ոլորտներում աճ չկա, որովհետև իրենք ոչ մի ոլորտ չեն զարգացնում։ Բացի ուրեմն այն, ովքեր որ զբաղված են
արհեստական բանականության կամ այդ պրոգրամ ծրագրավորով եւ այլն, էլ ուրիշ այդպիսի բան առաջ բերելու եւ զարգացնելու չունեն, արդյունաբերություն չկա, ռազմաարդյունաբերությունը չի զարգանում այն աստիճան, որ անհրաժեշտ է պաշտպանության համար, եւ այլն, գյուղատնտեսության վիճակն լավ տեսնում եք։ Այսինքն, այս պահին լավագույն դեպքում եմ ասում, տեսնեք, որ գարնանից սկսված այնպիսի անկում է գնալու, որ իրենք չեն էլ կարողանալու կանգնեցնեն, կամ էլ պետք է նորից գնան ինչ-որ տեղից խնդրեն, աղաչեն, մի հատ էլ ուրեմն 1 միլիարդ էլ ավելացնեն այդ պարտքը, որպեսզի կարողանան ցույց տան, թե իբր տեսեք, ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ կառավարվում է եւ այլն։ Պարտվող կլինի, ինչ խնդիր կա։ Հա, իհարկե կտան, բայց այդ բեռը մեզ վրա է։ Բեռը հիմնականում ժողովրդի վրա է։ Իդեպ ասած, երբ որ տեսնում եք, որ խրախճանքով են զբաղված, ովքեր, մի հատ նայեք։ Իրանք 200 հիմնականում իրենք նշում Ալենը Սիմոնյան ու դա ի ցույց հանրությանը, որ ոչ մի բան էլի, որ քո աչքերին գոնե գային մեր Բաքվի բանտի գերիների վիճակը, այ անբարոյականներ։ Գոնե ձեր այդ խրախճանքներն ու այդ ամեն ինչը գոնե թաքուն անեն, հասկացանք չտեսեք, ողորմելի չտեսեք, գոնե համոզված են, որ իրենց ոչինչ ի պաշտոնե, ասենք բաներից գտել են ձեզ, թշնամին գտե բերել նստացրել է մեր գլխին, գոնե դա թաքուն անեք, էլի մի հատ այս մարդկանց այս հայացքը հիշեք, ինչ ամոթ, հիշում են չի Բաքվի բանտում մարդ կա, հիշում են մեր հերոսներն ու գեներալները Բաքվի բանտում են, հա, հիշում են, այսօր նենց ցավալի բան է ասում պարոն Սարգսյանը, ես չգիտեմ արժեր ասել թե չէ, Արցախի բան են արել, հարցրել են երեխաներին, որ ինչով պիտի աջակցեն, տակ հագուստի եւ տակ կոշիկի կարիք ա եղել, հասկանում եք։ Հասկանում եք ինչ վիճակում են արցախահայությունը, հա, այ ողորմելիներ, այն մի հատ քրչոտ ինչ որ 30,000 դրամ տալնել եք համարում չգիտեմ ինչ, այսինքն դուք տեսեք ինչ ծայրահեղ վիճակում են, որ երեխան ամանորին տակ հագուստ ուզի, ինչա կատարվում 53 երեխա, միլիոններով, բա այ անդաստիրակ, այ բոշաներ, այդ որ 8 միլիոն ստացել եք պարգևավճար նախարար, այդ նույն նախարարները ասում են լավ ենք անում, բրենդներ ենք հագնում, 50,000-անոց 100,000 մենք փող ունենք հագնում ենք, բայ անբարոյական, դու օրինակ քանի մի 50 երեխայի տակ հագուստով ապահովել ես, դե տար գոնես պարգևավճարը, այս էլ մեր վզին դրած պարտք է։ Մեր վզին դրած պարտք է, ուրիշ բան չի, չէ։ Դե տար արա այդ երեխեքի համար։ Միասին շարժումը կանանց կազմակերպությունը մեր շարժման 3 տարի է արդեն այդ գործողությունը կատարում, այս տարի դիմեցին, այո, այս տարի դիմեցին Գագիկ Ծառուկյան հիմնադրամին եւ շատ շնորհակալ են, որ աջակցեց հիմնադրամը իրենց Եվ 53 երեխա իրոք ստացավ այդպիսի նվերներ եւ ուզում եմ նաեւ շեշտել, որ դրամատիկական թատրոնն էլ 50 անվճար տոմս տվեց եւ երեխաները նայեցին ներկայացումը, փոքր իշխան ներկայացումը։ Շատ պիտի անի ու միշտ պիտի անի։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ պետք է ամբողջական ուշադրությունը սևեռել այդ ուղղությամբ, որովհետեւ Արցախահայության պահպանումը Հայաստանում դա այն միակ գրավականն է, որով մենք հետո վերադարձնելու ենք մեր հայրենակիցներին իրենց սեփական տները։ Սա գաղափարը սին գաղափար չի։ Ես ուզում եմ, որպեսզի բոլորը հասկանան, Արցախը հայկական է եւ լինելու է հայկական։ Եթե չեղավ, Հայաստան չի լինելու։ Նրանք, ովքեր այդ կարճատես են կամ ընդհանրապես կույր են, մենք գոնե հասկանում ենք, թե ինչ է նշանակում։ Ալիևը հենց այնպես չէր, որ այդպիսի ահռելի ծախսերի գնաց եւ զոհերի գնաց, որպեսզի անպայման վերցնի Արցախը։ Ինքը շատ լավ հասկանում էր ինչ ռազմավարական նշանակություն ուներ Արցախը Հայաստանի համար։ Այ Իսրայելն էլ իհարկե բոլորը եւ Եվրոպան։ Իրանի շուրջ էս ամեն ինչը տեղի անենում։ Չի թե ինչի համար են։ Հիմա անդրադառնանք։ Իմիջիայլոց ես մի քանի անգամ ասել եմ, որ այնտեղ մի քանի մենք գործարարներ ունենք, բան ունենք, ասում եմ դու ապաշնոր, մենակ արտաքին պարտքը բերում ավելացնում ես, այդ քո պարգևավճարները բանը տալիս ես, ժողովրդի վզին դնում ես, դու ոչ մի բան անող չես։
Գոնեն արարող ստեղծող մարդկանց թույլ տուր ստեղծեն, որ համ բարերարություն անեն, համ տնտեսությունը զարգացնի։ Հիմա դուք ասում եք Գագիկ Ծառուկյանը առաջին անգամ չի անում։ Չէ, իհարկե ամեն հոբենակ Սամվել Կարապետյանին գցելա, չգիտեմ ինչ վիճակի մեջ, այ բոմժ 10 միլիոն են ուզում, 10 իմիջիալոց է 4 միլիոնը, որ գրավի դիմաց դուրս է եկել Ռոբերտ Քոչարյանը, միչև հիմա չեն վերադարձրել։ Դες է բոմժերի ձեռքը փող անկել, չէ՞, կամ դուք 10 միլիոն, այս ինչ երկրում եք ապրում, այս ինչ տվերից եք խոսում, այ ագահ չտեսներ, ձեզ ով այդ իրավունքը տվել։ Այս ամենով հանդերձ տնային կալանքա, բանդվածա, չգիտեմ ինչա, էլի բարերարություն անում, էլի օգնում Արցախահայությանը, Սամվել Կարապետյանը։ Այսինքն դուք ինչքան հակահայ եք։ Այն ում մեջ մի քիչ sense հայկական բանկա հայության, Արցախահայության, ընդհանրապես Հայաստանում ինչ որ բան է անում, դրանց բոլորի համար բան խնդիրներ է ստեղծում։ Արցախյան շարժումը չի վերանալու, Արցախյան շարժումը շարունակվելու է, մինչև որ մենք նորից վերադարձնենք մեր հայրենիքի այդ հատվածը։ Դուք իմիջիայլոց ասեցիք բանը բանակի զենքի, որ դա ոչ դա է անում, բանակի ավիրեր բան։ Այսօր երբ որ միջազգային բանը, ինչ միջազգային իրավունք, Թրամփն ասեց վերջացավ, դա գերեզման։ Ուժեղն է որոշում այսօր ամեն ինչ։ Որոշում եմ, անում եմ, երբ որ բոլոր երկրները գիտակցում հասկանում են, որ միջազգային իրավունքը կորել է, վերջացել է։ Զինվել, ինքնապաշտպանական բանակ, բոլորը դա գիտակցում են, մերը ավիրվում է։ Չկա sense բան աշխարհում։ Այս պայմաններում ինքը ավիրում է, դարպասները բացել է, ասում է բանը, դե նորմալ է, մենք մեր պարգևավճարները կա, մեր պարետների 500,000 դրամ աշխատավարձ կա, մեզ տեր կկանգնեն, մնացածն էլ բան, գրողի ծոցը թոշակառում է։ Մի օրվա մեջ դա կորչելու է, երբ որ կլիներ այդպես իրադարձություն։ Իհարկե մեկ օրվա մեջ։ Հիմա ամեն ինչ կախված է նրանից։ Եթե վախեցած չլինեին, Սալավյովը առաջին անգամ չի, որ sense մի քիչ չափնացնում է, ինչ որ ծայրահեղ բաներ ասում, sense արձագանք չէր, ուրեմն ինչքան վախեցած եք, մի մեկնաբանի խոսքից անգնավորվել եք, sense բոլորը սկսել եք բան անել։ Ձեր են 40-ի խոսքը չեք հիշում, որ դա վախը չի, դա ավելի շուտ հակառուսականություն, ավելի ամրացնել, ավելի զարգացնելն է, դա վախը թողնենք։ Շատ լավ, եկեղեցու հետ կապված օկուպացիան շարունակվում է, մենք տեսանք Կիրակի օրը ինչ տեղի ունեցավ, օկուպացրել են։ Բառից բուն իմաստով Օհանավանի եկեղեցին օկուպացված է, թույլ չեն տալիս, որ օծյալ քահանաները չոցված, արդեն կարգալույց եղած քահանան, սա ուղղակի բանդիտիզմ է։ Այս ոնց որ այս պետությունը էսը տվել են ձեռքը բանդիտական գործողություն է։ Նույն բանը սա արդեն տարածում է ստանում, մենք տեսանք երեք Մասիս Կիրակի օրը նույն բանը տեղի ունեցավ Մասիսում, էլի պաշտոնանք մարդը գնացել է, այնտեղ կազմակերպում է Նիկոլի ներկայությամբ Վեդի Ալկոյի կամ կոմունալի, չէ, հիվանդ աշխատակիցների ներկայությամբ կեղծ պիղծ տիրադավ, այսպես բան գործողություններ են անում իրենք, սա շարունակվում է մեր երկրում։ Դուք նոր եք վերադարձել ձեր տպավորություններով, հա, Մոսկվայից կարծեմ մասնակցել եք նաև այնտեղ մի քանի միջոցառումների, ինչ կազմակերպել։ Հիմնականում ես ուզում եմ ուղղակի ասել, որ պատարագին ես իհարկե ներկա եղա մեր ամենահանճարեղ տաճարներից մեկում, Մոսկվայի այդ տաճարը արտակարգ հետարքիր է իր ամբողջ կառույցով։ Ինձ ամենահետարքիրը եւ տպավորիչ եղավ այն, որ հոսքը ժողովրդի առավոտից ավելի շուտ ճգարալույցից սկսված եւ առավոտից մինչեւ ուշ երեկոյան եկեղեցին լեփ-լեցուն էր հայերով։ Եվ դա միանշանակ երևում էր այդ միասնականությունը, միաբանությունը հայ առաքելական եկեղեցու շուրջ եւ սրբազանի Եզրած սրբազանի նկատմամբ ես որևէ մի այսպիսի նշույլ անհարգալից կամ որևէ մի ռեպլիկ կամ որևէ մի արտահայտություն չկար միաբան էր ժողովուրդը ամբողջովին եկեղեցի ներսում։ Իդեպ ասած շատ հազվադեպ երևույթ է, երբ ուրեմն սկսվեց Ալիլույայի կատարումը եւ սրբազան ասեց հիմա բոլորս միասին, ամբողջ եկեղեցում եղած ժողովուրդը սկսեց իր հետ երգել։ Կատարել շարականները, այսինքն սա ամենակարևոր հանգամանքը, որ այս քարոզը, որը այստեղ իրականացվում է հայ առաքելական եկեղեցու, ամենայն հայոց կաթողիկոսի, սրբազանների դեմ չի աշխատում եւ չի աշխատելու։ Այն հատվածը, որ ձեզ ինչ որ ձևով շարունակում է իբր աջակցել, դրանք անհայրենիք, անգաղափարակից մարդկանց մի հատված է։ Նրանք, ովքեր իրականում հավատացյալներ են, ովքեր այո, շնորհակալ են եւ հարգալից են վերաբերվում հայ առաքելական եկեղեցու պատմությանը եւ այսօրվա,
իրենց քաղաքականությանը, նրանք մնում են միաբանված, չեք հասնելու ձեր նպատակին։ Չի լինելու, հայ ժողովուրդը հասկանում է իր հոգևոր արժեքների կարևորությունը, ինքը շատ լավ է հասկանում, թե ինչ կլինի, եթե հայ առաքելական եկեղեցին պղծվի ամբողջապես ինչպես ինքն է ուզում։ Մենք ունենք ուրեմն 485 քահանա, որից այս պահի դրությամբ 18 քահանա է միացել։ Հիմա այս անդադա կրկնում եմ 12 առաքյալների մեջ եթե մի հուդա հայտնվեց դավաճանին, հիմա ամեն տեղ էլ այդպես չի։ Չգիտեք ինչն է հարցը։ Հուդաներ, դավաճաններ, տիրադավներ հայտնվեն։ Ուրեմն այդ իրենց արդարացումը թե իբր թե այո, պետք է բարենորոգել, մի վարքյան ասեմ, Գրիվայեդովը հիանալի բան ունի, ասում է դատավորներն ովքեր են։ Այդ ովքեր են, որ ուզում են բարենորոգեն եկեղեցին կամ հայ առաքելական ուրեմն ամբողջ այդ կանոնագիրքը։ Ովքեր են։ Մեկը հարցրել է, թե դուք ով եք, դուք ինչ մեղքեր եք գործել ձեր այս կյանքում։ Եկեղեցու նկատմամբ ահաբեկչությամբ զբաղվող անձինք, եթե մեկ նախադասությամբ որովհետև բարիս բուն իմաստով։ Որովհետև նա որ ուզում է դատել, հա, պետք է գոնե ինքը իրեն մի հատ հաշիվ տա, ինքը իրավունք ունի ընդհանրապես դատելու։ Դուք, որոնք որ այնպիսի գործողություններ եք արել ձեր կյանքում, այնպիսի քայլեր եք արել, մեկի անունը ես իմ ինչ է Bentley է, մեկի անունը չգիտեմ ինչ է եւ այն մյուսն էլ որը իբր կառավարում է մինչեւ այսօր այո դեմ ասում ով որ կառավարում է այո Նիկոլի անունը տվեք մարդը կոնկրետ Իդեպ ես ուզում եմ ասեմ դա շեշտեմ նրանք ովքեր գնացել են գործադիր մարմնի ղեկավարի հետ բան են ստորագրել իրենք են հանցագործը որովհետեւ իրենք դուք եք խախտել այն կանոնը որին դուք ժամանակին դավանել եք որովհետև եթե անգամ ինքը Նիկոլը ձեզ հետ ինչ որ բան է ստորագրում ինքը չի մեղավոր մեղավորը դուք եք դուք իրավունք չունեիք գործադիր մարմնի ղեկավարի հետ ինչ որ մի բան քննարկել եւ հետնել բան պատ ստորագրել այնպես որ վաղը մյուս օրը ոչ թե միայն ձեր կանոնակարգի արժեվ եք կանգնելու օրենքի արժեվ եք կանգնելու դուք իրավունք չունեիք սահմանադրությամբ օրենքով այդպիսի բան ստորագրելու ես ուզում եմ որ սա պարզ լինի ես այս ամենը նաև կրկնել եմ այնտեղ որտեղ որ մարդիկ հասկանում են այս ամբողջը եւ ես ձեզ ասեմ եթե այ միայն այս հարցում հայ ժողովուրդը որը որ ցույց տվեց նաև էջմիածնում մենք բոլորս մասնակից էինք երբ որ այդ տիրադավները կամ չգիտեմ ովքեր էին այդ բանձիտները որ եկել էին որ դուրը կոտրեն մայրաթորի ուրեմն տաճարի ուրեմն դրանք տեսան թե 10 անգամ ավելի շատ էր այն ժողովուրդը որը որ կարողացավ դիմադրել եւ բացի դրանից այն մի խումբը որը այնտեղ փորձեց ինչ որ բան կատարել այդպես էլ մնաց մի հատ խմբակ որովհետեւ նրանք բոլորը ալկոհոլի կամ չգիտեմ ինչի հետևանքով էլ նաեւ իրենց այսպես ասած դուխը ավելացրել էին այնպես որ չեք հասնելու ձեր նպատակին ուղղակի մեզ դնում եք այնպիսի մի վիճակի որտեղ որ հասնելու համար այդ ձեր պատկերացրած նպատակին տանում եք ժողովրդին բախումների արդեն ոչ թե պարակտման այլ բախումների եւ մի հատ նայեք հարևան երկրում ինչ է կատարվում եւ հասկացեք եթե դուք ընդհանրապես գոնե այսքան ունեք հասկացողություն թե դուք հայրենիք ունեք բայց ես խիստ կասկածում եմ որ իրենք հայրենիքի մասին են մտածում որովհետեւ այն ինչ որ հիմա կարող է կատարվել Իրանում Աստված չանի որ կատարվի նաև Հայաստանում Հայաստանում կատարվել է էլի նոր կատարվի Չէ այն ինչ որ Բա ինչ էր 18 պարակտումը չէ հա պարակտումը եւ այլն սև ու սպիտակ եւ այլն Հայրենիք մի ահռելի հայրենիք են կորցրել դրանից են կողմ ինչ կա Ես նկատի ունեմ ժողովրդի հատվածներին դուրս բերել մեկը մյուսի նկատմամբ։ Բայց այն բոմժը չարեց, այն բոմժը որ մի հատ այ բոմժ, մի հատ էլ դուք ես իրավունք ես վերապայում, այ լացի ռակեն։ Այն հայ կարքին հայկո, այ տական, գեքես թվում մենք մոռացել ենք սև ու սպիտակ բաժանողնով ա եղել։ Մոռացել եք։ Վերջացավ ասեց սև ու սպիտակի ենք բաժանում մտնում ենք մոռացել եք ինչ էր ասում 19 թվականին չէ դուրս եկավ բաժանեց այսօր մի հատ էլ ինչ որ քաղաքական ուժեր կան այստեղ է գալիս նստում են ասել բոլորի այս տականքներին միավորեք որ Չէ բոլորի հետ չէ այս սրիկաներին միավորեք որ ինչ անեք Հələ մի հատ էլ որոշել է սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ստեղծել ուրեմն Ամենազարմանալին ինչն է։ Չէ՞ որ պարակտումից խոսեցիք, այդ հիշեցի, իսկ ինչ վերաբերում այս տիրադավներին, այս պիղծ, դավաճան հուդաներին, որ միացել են Նիկոլին,
որովհետև իրանց վրա բոլորի վրա կոմպրոմատներ կա եւ իրանք սրիկա ագա արծաթով ծախվող սրիկաներ են, բառից բուն իմաստով, որտեվ հիմա իրենք ձեռք են սեղմում, գործարքի մեջ են հետ են գործարքի են գնում այն անձի հետ, ով հայտարարելով Արցախը Ադրբեջան է, ահաբեկչության դուռը բացել է Ալիևի համար, ահաբեկել է, կործանել է, ցեղասպանության է տարել մեր ժողովրդին։ Դուք այդ անձի հետ եք գնում, ով սահմանադրությամբ պիտի պաշտպաներ եւ Արցախի տարածքները, եւ Արցախի ժողովրդին եւ Հայաստանի, այսօր Հայաստանի այդ տարածքներն էլ չկան, Արցախն էլ չկան։ Դուք այս մարդու հետ եք գնում գործարքի, այն մարդու հետ, ով կոնկրետ հրճակել է իրան թշնամի է հռչակել իր բոլոր գործողություններով, հակառակ դեպքում ի՞նչ է նշանակում օտյալ սրբազանները, քահանաները, նախ այսօր 4 սրբազան շարունակում են փակված մնալ, 2 հոգևորական տնային կալանքի մեջ են, մյուս օտյալներն էլ թույլ չի տրվում մտնել իրենց եկեղեցի պատարականել։ Դուք այդ ում ձեռքն եք բռնում, այդ ինչ բարենորոգումից եք խոսում եւ ինչ որ հիմարներ էլ կրկնում են, ասում են, դե թող կաթողիկոսը գնա, չգիտեմ, մեսիմ ինչ կլինի, էս կլինի, սա կաթողիկոսի դեմ չի։ Սա հայ առաքելական եւ մեծ հաշվով հայ ժողովրդի դեմ է։ Չէ, սա ամբողջ պետության, պետականության, ազգի, որովհետեւ եթե դուք շարունակում եք ազգը պարակտել, ոչ թե միայն Հայաստանում, այլ ամբողջ տարածքով մեկ, աշխարհով մեկ ծրված մեր հայերին փորձում եք իրոք պահպանել այդ պարակտումը, ուրեմն դուք նշանակում է Հայաստանի եւ հայ ժողովրդի թշնամին եք։ Ուրիշ բան չեմ կարող ասել, որովհետև համաշխարհային միակ կառույցն է մնացել, որ այդ ցանցը գործում է, սպյուրքը բան արեցին։ Միայն ու միայն գոյատևել եւ հարատևել միայն իր ազգը միավորելով։ Ուրիշ հարստություն ազգը այս պահին չունի։ Իր ուղեղն է եւ իր միասնությունն է։ Այս երկու հասկացողությունը, եթե մենք գցում ենք մի կողմ, ուրեմն մենք դառնում ենք առ ոչինչ։ Որովհետև հայ ժողովուրդը չունի այն հզոր ոչ բանակը, ոչ կարողանա Թուրքիայի հետ ասենք բրցի, հայ ժողովուրդը չունի այն մեծ տերությունների հատկությունները, որոնք ունեն ուրիշները։ Մենք ունենք ինտելեկտուալ մեր հարստությունը եւ մենք ունենք մեր ազգային միասնությունը։ Իդեպ ասած, բոլոր երկրներում, որտեղ հայերը հասել են հաջողության եւ դրանք բոլորն էլ կարող են իրականում ծառայել նաև իրենց հայրենիքին։ Եթե այստեղ լինի իշխանություն, որը ուզում է միավորել հայ ազգը։ Սա է եւ մեր պոտենցիալը, մեր այդ եղած ներուժը բավարար է, որպեսզի մենք կարողանանք նեյտրալիզացիայի ենթարկենք այս մեր հարևանների նկարտումները։ Այդ դա է կարևոր գլխավոր հարցը։ Ռուս պատմաբան Ֆուրսովը ներկայացնում էր, թե աշխարհում համաշխարհային կառույցները ներկայացնում են, որ 5 խոշոր ազդեցիկ, թե այդ ովքեր են, դա անգլիական այդ ընտանիքն է, հրեական էտան է, այսպես ներկայացնելով առանձնացնում էր, որ նաև ասես չթերագնահատեք, դրա մեջ նաև մտնում է հայկական խոշոր սփյուռքը եւ համաշխարհային կառույցները, ինչա մեր թշնամին, դա Մեծ Բրիտանիայով, Իսրայելով, Թուրքիայով չեն հասկանում, որ եկեղեցին կարևոր դեր ունի այդ ցանցը, դրա համար ասում են ավիրի, առանձնացրու, այդ ինչ հիմարագույն հայաստանյաց եկեղեցի, դա էլ է հատուկ անում ինքը։ Հատուկ այդ մտցրել է Հայաստանից, որ առանձնացնի, էլի մի հատ առանձին դուք այստեղ մնացեք, մի հատ են մնացած երկրներն առանձնացնի, թշնամանք մտցնի, ամեն մեկի ինքնագլուխ ինչ որ բան եւ այդ ցանցը իր ամբողջ նպատակը սա է, որ այս ամբողջ ցանցը բանը չգործի եւ ազդեցություն չունենա։ Ի վերջո բոլորն էլ ավիրվեցին, վերջում ով գնաց հայ Բաքվի բանտի գերիների մասին խոսեց, ով է մնացել խոսող, ով է խոսում Արցախի մասին, հայ առաքելական եկեղեցին վեհապար հայրը։ Մնացած որ կա, դուք սփյուռքի որ կառույցներից եք լսում, ինչ եք անում, դրա համար էլ Շվեյցարիայից հետո ասեց գնա արագ այդ հարցը լուծի։ Գնացեք արագ հայ առաքելական եկեղեցու հարցը լուծեք։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտեմ, կրկնեմ, չեմ օգնելու դա ասել, ինչեւ որ բոլորը հասկանան։ Դավադրություն է հայ ժողովրդի, հայկական պետության դեմ։ Այդ դավադրությունը բացահայտ է, ովքեր հասկանում են եւ ինչ որ մի բան տեսնում են, դա գալիս է այո, ցավոք սրտի Բրիտանիայից, Անգլիայի մի 6-ն է կառավարում այս process-ը, ասում եմ եւ կրկնում եմ դա, այստեղ մասնակից է Թուրքիան, Իսրայելը, Ադրբեջանը, Պակիստան։ Մի մոռացեք, որ այս ամբողջը արվում է արևմուտքի շահերից բխող քաղաքականություն։ Եվ ոչ մի եվրոպական պետություն եւ ոչ մի եվրոպական միություն չի կանգնելու ի պաշտպան մեզ,
եթե մեր հարևանները շարունակեն իրենց ագրեսիվ քաղաքականությունը։ Երբ որ այս տղան էս Նիկոլը ասում է, որ իբր խաղաղության համար ինքը հանդուրժում է, չգիտես, Ալիևի այսինչ այնինչը, դա ոչ թե խաղաղության համար է, դա իր իշխանությունը պահպանելու համար է։ Եվ դա էլ երկար չի տևելու, շատ պարզ, հենց որ իրականում հասան իրենց նպատակին, առանց որևէ զենք օգտագործելու, հիմա տեսնում են, չէ, առանց որևէ ագրեսիայի կարողանում են իրականացնել բոլոր իրենց ցանկությունները։ Այդ տրիպի անունը, որ դրել են ուրեմն Տրամպի միջանցք, դա իրականում այդ նույն Զանգեզուրյան միջանցքն է, որի մասին երազում է Ալիևը եւ չէլ թաքցնում իր ելույթներում պարզ ասում է այո, դա էր մեր ցանկությունը, մենք հիմա կստանանք դա։ Իսկ եթե դա ստացվեց, ուրեմն մեծ թուրանը ձևավորվում է։ Եվ մի կարծեք, որ այսօր չի, դա ուրեմն վաղը չի լինելու, կամ 5 տարի հետո չի լինելու, կամ 5 տարի հետո չի լինելու։ Այդ process-ը իրենց համբերությունը շատ մեծ է։ Ես զարմացել եմ միշտ, որ թուրքերը կարողացել են 120 տարի սպասել, 120 տարի սպասել, որպեսզի իրականացնեն այս իրենց ծրագիրը։ Հատկապես, որ Նախիջևանը կապելով Ադրբեջանի հետ եւ աշխարհագրական ճանապարհ բացել մեծ թուրանի համար։ Այս ամբողջին պետք է հասկանալ եւ տիրապետել։ Եվ նրանք, ովքեր այսօր հանգիստ ապրում են իրենց արևին, որ ստանում են մեծ ուրեմն աշխատավարձ, չգիտեմ, եսի նկատի ունեմ ոչ թե չինովնիկներին, այլ արդեն նրանց, ովքեր որ բանկերում են աշխատում, չգիտեմ, միջազգային կառույցներում են, ես ինչ գիտեմ, տարբեր տեղերում կան այդպիսիները, որոնք այսպես համարում են, այսօր կարող են գնան Շվեյցարիայում հանգստանան, նույն է իմիջիալոց Մոսկվայի մեծահարուստների հետ էր կապված։ Մեկը չկար իմիջիալոց, ասեմ ձեզ, բոլորը գնացել են իրենց համար, իրենց ընտանիքներով որևէ տեղ հանգստանում են։ Մենք պետք է հասկանանք, որ ցավոք սրտի սրանք ոչ թե Ձյուպոններն են, Ռոթշիլդներն են եւ Ռոքվելերներն են, այլ սրանք մի հատ չկայացած միջին կարողություններ ուղեղի հետ կապված եւ իրենց պատրիոտիզմը արտահայտում են միայն ու միայն խոսքով կամ մի քանի 100,000 կամ դոլար էլ կծախսեն, մենակ թե անունները դուրս գա, որ իրանք այսպիսին են։ Բայց իրականում պետության պահպանումը կախված է նրանից, բոլորդ կարողանում եք միասնանալ եւ հասկանալ, որ այս ամենը ձերն է ախր եղել։ Դա հрьяաներից սովորեք, էլի։ Հрьяաները Ինչ են անում։ շատ հանգիստ կարողացան պահպանեն իրենց եւ միաբանությունը, այն ողբերգությունը, որ իրենք ապրեցին հոլոկոստ անվան տակ։ Տեսեք, ոչինչ չփոխեց աշխարհում։ Մնացին այդ խոշորները։ Ցեղասպանված ինքը ցեղասպանություն իրականացրեց։ Եվ հիմա էլ շարունակում է, եւ հիմա Իրանի հետ կապված մեզ համար ամենավտանգավոր ինչ որ իրադարձությունները, որոնք հիմա կատարվում են Իրանում։ Այո, կանք այդ թեմային վերջին իրադարձությունները ներկայացնեմ, բայց ես անպայման ուզում եի Թերեզայի խոսքերը Մխիթարյան ներկայացնել, բարեկոր Շվեյցարիայից մեր հայրենակից, այն քահանաները, հոգևորականները, ովքեր արձան բռնաբարող, հողատու, Հայասպան Նիկոլի հետ ուզում են բարենորոգել ճակերտավոր մեր Սուրբ եկեղեցին, Աստվածաշնչի տեղ պետք է օգտագործեն Նիկոլի գրած, գրախանութներում թափած, սեռաշեղված, պիղծ, այլասեռված խուժան գիրքը։ Շատ ճիշտ հակիրճ դիպուկ բան։ Այո, եթե ձեր Աստվածը այս անձն է, ոչ մի խնդիր, այս գիրքը պաշտամունքի պես բաներ դարձել, սրանով առաջնորդվում են։ Բայց ես կարծում եմ, որ իր հիգիենան հարգում է, գիրքը երբեք ձեռքը չի։ Հիգիենան հարգողը չէր գնա հակաեկեղեցական հոգևորականների։ Ասում եմ, ձեռքը չի վերցնի այդ գիրքը։ Այս պարագայում իրենք շատ հանգիստ կարող են վերցնել, որովհետև նրանք այնպիսի ճանապարհ են բռնել, այնպիսի անձի հետ են անցնում ճանապարհ։ Խոսքը այս պղծող, տիրադավ, դավաճան հոգևորականների մասին է, ովքեր կարող են ինչ-որ անհեթեթ ինչ-որ հիմնավորումներ, պատճառաբար չունենել, ինչ-որ խոսում են ապուշությունա, պարզա, որ նեղ հիմա այն իմ ազգականը Շվեյցարիայում, պարզ չի, որ ընդամենը դու տեղապահեր 10 տարի այդ հնարավորությունը քեզ կաթողիկոսը տվել է, հիմա որոշել է, որպես դու ծառայող ես, հոգևորական դա նշանակում է ծառայել, որոշել է, որ քո ծառայությունը ոչ թե Շվեյցարիայում անցկացնել, ասենք Բելգիայում կամ Արագածոտնում, այդպես է, չէ՞, միշտ չի Շվեյցարիայում, հենց որ այդ որոշումը արդեն տեսավ այդ որոշումը, տիկա ինքը դարձավ թշնամի, այսինքն ինչքան փոքր ու ողորմելի։ Եվ սա տարածվում է ընդհանրապես բոլորի վրա։ Ինչ որ տուն բան պիտի կորցնեն, Արցախի թեմի առաջնորդ, պարզում է, որ բնակարան են տվել, ողբան քեզ, Աստվածին, պատկերացնում եք։
պատկերացնում եք Արցախի թեմի առաջնորդ, խեղճ արցախահայություն, այսինքն ոնց որ ինչքան պետք է հարված ստանա, էլի արցախահայությունը, գոնե այ վրթանես, դու այդ պահին մտածեցիր, սա ինչ հարված է, այսքան արդեն հարվածների միջով անցած կամ դեռ հարվածների տակ, դեռ դրա տակ արցախահայությունը մի հատ էլ այս հարվածը հասցրեցիր այդ։ Ինչևէ, շատ բարդ լարված իրավիճակ է շարունակում մնալ, Իրանում ցուցարարները հարձակվել են ոստիկանական եւ շտապօգնության մեքենաից, շատ հենց նոր բան է, 3 էլ կար, սա շարունակվում է, հաղորդում են լրատվամիջոցները, ծայրահեղ քայլի են գնում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կապ է հաստատել Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Կոֆի հետ ցույցերից առաջ եւ հետո շփումները շարունակվում են, հայտնել է Al Jazeera-ն։ Այսպես լավ նորություններ չեն գալիս Իրանից, բոլոր դեսպաններին մի քանի եվրոպական երկրների արտգործնախարարությունը Իրանի հավաքել է եւ ցուցադրել է այն վայրագությունները, ինչ որ անում են Իրանի ցուցարարները, ցույցերը Իրանում շարունակվում են, գիտեք որ անգամ մսկիթներ են այրում, այնտեղ ներսում երեխաներ են եղել, պայթեցրել են բոլորը այնտեղ զոհվել են, մահացել են, Թեհրանի փողոցներ են դուրս գալիս ավելի շատ ցուցարարներ կազմակերպված, դրսից կազմակերպված, կին ահաբեկչությունն է, բայց կա դժգոհություն ներսում միանշանակ է, բայց դա ուրեմն ասում եմ ներսումը ինչ ահաբեկչություն կլինի, ինչ որ կլինի, եթե դու հանկարծ համարձակվես դա կանգնեցնել, ես ինչ կանեմ, Թրամփն է հայտարարում, բայց ինքը դրսից այս ահաբեկչությունը շարունակվում է, բայց եթե ոչ մի բան չլինի, միայն Իլոն Մասկի միջամտությունը այն է, որ ինտերնետ կապից բան իրենք որոշել էին, որ պիտի անջատեն, ինքը լրացուցիչ այդ բաները տրամադրեց, այսինքն միջամտությունը էլ ինչպես է լինում, բոլոր առումներով շարունակվում է փորձ արվում ներսից պայթեցնել Իրանը, ինչ կարող է Տրամփը ուրեմն որը որ սկսեց առաջի իր գործողություններով հետաձգեց կամ ընդհանրապես փորձեց հրաժարվել երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու գաղափարից, որը ավելի շատ Բայդենի մոտ էր։ Հիմա անցավ լրիվ այլ քաղաքականության, մի ժամանակ ասում էին ժանդարմի ուրեմն կեցվածքն է ընդունում, աշխարհը ուզում է փորձում է իր զուտ բիզնեսի տեսանկյունից նայել եւ նաեւ իհարկե որպես մեծ տերություն ուզում են նորից վերադարձնել իրեն այն լիդերի, այսպես ասած, կեցվածքը, որը կորցրել է։ Հիմա հարցը հետեւյալն է. եթե Վենեսուելայի նախագահին կարել էր այդպես արևանգել, իմիջիալոց շատ հետաքրքիր այդպես պրեցեդենտ է, այսպես ասած, նախադեպ է, այսինքն նույնը կարող է Սի Ցզինպինը անել Թայվանի, ասենք, ղեկավարին գնալ, ինչու՞ չէ, էլի։ Եթե նրան կարել էր արևանգել, սա էլ սրան տանի։ Կամ որևէ մեկը որոշի, որ, չգիտեմ, ես ինչին ինձ դուր չի գալիս, եկեք մենք սրանից ազատվենք։ Այսինքն միջազգային իրավունքը եկեք մոռանանք, որ այլևս այս պահին ամենայն դեպս չի գործում, որովհետև եթե ես ուժեղ եմ, ես ամեն ինչ իրավունք ունեմ անելու, այս սկզբունքը սա է իմ։ Երկրորդը դա իհարկե Գրենլանդիան է, որը մարդը ասում է, որ ընդամենը երկու շան ինչ որ սաբաչի ուպրյաշկի, չգիտեմ ոնց է դա պետք թարգմանել, որ ընդամենը նրանց զորքը դրանից է ուրեմն կազմված, ես ոնց ուզենամ կանեմ, Դանյան ինձ չի հետաքրքրում եւ այլն։ Ես պատրաստ եմ ՆԱՏՕ-ից հրաժարվել, մենակ թե ես իմ նպատակին պետք է հասնեմ։ Այսինքն լրիվ փոխվում է ամբողջ այս կոնֆիգուրացիա։ Եվ նույնը հիմա Իրանի հետ։ Իսրայելը կատարողն է լինելու, Միացյալ Նահանգները կազմակերպիչը եւ իհարկե տրամադրելու է այն ամենը, այս նորագույն տեխնոլոգիաներով զենքերը, այո, կարող են օգտագործվել Իրանի դեմ։ Եվ անգամ հիմա տեսեք, այնպես է ամեն ինչ շատ արագ զարգանում, որ արդեն աթեիստներն էլ այլևս էլ կարող է չօգտագործվեն կամ չունենան այն արդյունավետությունը, որը ունեցան ընդամենը մի տարի առաջ։ Այսինքն մենք հիմա վկա ենք այն ամբողջին, որ դիմագրավել այս ամենին կարող են ընդամենը մյուս մեծ տերությունները։ Եվ եթե Եվրոպան նույնպես ուշքի գա եւ հասկանա թե ինչ է կատարվում, իր հետ է կատարվում։ Ուրեմն դա Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, եթե կարողանան իրանք իրար հետ միասին դա պայմանավորեն, որպեսզի կարողանան զսպել նրա ախորժակը։ Եթե սեն շարունակվի, համաշխարհային պատերազմը անխուսափելի է լինելու։ Ես ցավում եմ, բայց այդպես է։ Եթե դուք թույլ եք տալիս, որ իրար հետևից այսպես քայլերով գնան եւ անեն ինչ որ իրենք են ուզում, դա ՄԱԿ-ից կհրաժարվի արդեն, ՄԱԿ-ի
20 քանի կազմակերպությունից Միացյալ Նահանգները դուրս եկան, ՄԱԿ-ի կազմակերպություններից 31, խնդրեմ։ Եվ հիմա էլ կարող են ընդհանրապես ՄԱԿ-ը ցրել։ Այդ դեպքում ինչ որ մի բան պետք է փոխարինի, որտեղ որ մարդիկ պետությունների ներկայացուցիչները կարող են ինչ որ մի բան քննարկեն եւ գոնե գան ինչ որ մի համաձայնության կամ չգան համաձայնության, բայց պայմանավորվեն չանել այս ամենը եւ այլն։ Այսպիսի մի հատ իրավիճակ է, քաոսային է դառնում վիճակը։ Դրա համար այս պահին Հայաստանը եւ հայ ժողովուրդը ել եմ կրկնում, անգամ այդ ինքնապահպանման զգացողությունը պետք է հիմա աշխատի մեզ մոտ, որ մենք հասկանանք, որ այս պայմաններում ցանկացած ժամանակ, եթե Իրանի հետ կատարվի այն ինչ որ իրենք որոշել են, շատ հանգիստ Հայաստանն էլ է կործանվելու, որովհետև Իրանի նման պետությունը, եթե այս պահին հանգարց փլուզվի, իսկ այդ նպատակը դա է դրված, կտոր անեն։ Այդ Փեխլևին, որ պետք է Փելևին գա իբր թագավորի որդին, նա ընդամենը դրածո է լինելու։ Մեր արտգործնախարարներ կանչել են Միացյալ Նահանգներ, պարզ է չէ ինչու, վստահաբար առաջին հերթին պայմանավորված է Իրանով, որ տեսեք սա է Եվ պատահական չի, ձեզ ինչպես պատահական չի, որ հիմա արտաքին բաների միջամտություն չի, ներքին գործում պետդեպարտամենտը Ամերիկայի դեպքում ամեն ինչ կարելի է, այս հանկարծ չընկալեք, էլի։ Տեսեք, պետդեպարտամենտը արդեն հրահանգել է ամերիկացիների դուրս գալ Իրանից։ Այո, երեք արդեն։ Իսկ դա պատահական բան չի։ Ուրեմն այստեղ է որ այո, անհրաժեշտ էր որ ոչ թե անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի հավաքվեր, չգիտեմ, Ուկրաինայի հարցով, այլ այսօր պետք է հավաքվեր առաջին հերթին այս խնդրի վերաբերյալ։ Սա շատ վտանգավոր նախադեպ է լինելու։ Դրա համար կրկնում եմ, ես ընդհանրապես գտնում եմ, որ այս իշխանության ներկայացուցիչները, այսպես կոչված արտաքին գործերի նախարարությունը ոչինչ են այս հարցերում։ Եւ ոչինչ չեն էլ կարողանալու անեն, որտեղ իրենց պատկերացումները լրիվ տարբեր են, ուրիշ են։ Բայց մի հատ հանձնակատարը, չգիտեմ ինչա Սփյուռքի թյուրիմացությունը, ասում է ոչ մի կապ, ոչ մի բան չունեք, այս ամբողջ տարիների ընթացքում մեկ անգամ չի այցելել, չի հետաքրքրվել, այդտեղ մեծ ահռելի համայնք ունենք, ինչ է կատարում, դե այդ իրան գլոբալիստ ու եւ այստեղ ամփոփենք, մի հետաքրքիր դիտարկում, քանի որ Սալավովից սկսեցինք, չգիտեմ ինչ կապ ունի, մեր հայրենակից Սարդարյանը հետաքրքիր մի հրապարակում ունի իր Telegram ալիքում, օրինակ գրում է, ասում է 20 թվականից մինչև 2000 թվականը մաքսիմում 200-ից 300 միլիարդ դոլարի ներդրում կարող է ունենալ Ամերիկան, Միացյալ Նահանգները, Վենեսուելա, որտեղ ասում է մենք այնտեղ մեծ ներդրումներ ենք արել, շահագրգիռ ենք, եսի ինչ ենք։ Ինքը նավթն է Հետո ինքը ասում է, որ բանը Մադուրոն մեր համար վտանգ է սպառնում, Սարդարյանն ասում է, այդ միֆական ինչ որ բան էլի, վտանգի մասին է խոսքը, ինչ վտանգ կարող էր սպառնալ։ Եվ սա շատ ցավոն կերպով տարածում է հետ խորհրդային երկրների վրա, ասում է օրինակ, եթե այդպես անենք ժառանգորդը եղել է Ռուսաստանի Դաշնությունը եւ թե ինչ ներդրում ա եղել 5-ից 7 տրիլիոն դոլարների մասին է խոսքը եւ բացի այդ իրական սպառնալիք եթե այդ երկրներում գա ՆԱՏՕ-ի ներկայություն լինի դա Թուրքիայով բանով այստեղ բարձր ակնարկում է նաև Հայաստանի մասին, այսինքն հետևություն պետք է անել։ Բարձր չէ ինչ իմաստն է խոսքը։ Այս իմաստով ես նորից եմ կրկնում, Սալավիովը գուցե մի քիչ բան չափ անցավ, բայց նույն տրամաբանության մեջ էլի, եթե դե այնտեղ էսպես է, եթե սա գործում է, ապա այսպես։ Հիմա մեր հայրենակիցն էլ 1-2 շտրիխով դրա մասին նաև խոսել են։ Կապ կարելի է տեսնել։ Տեսեք, ախր ամերիկացիները ինչ արեցին։ Սկզբից խոսքը գնում էր նարկոտրաֆիկայի պրտե ուրեմն վերացնելու մասին, բայց հիմա բոլորը մոռացան, որ այնտեղ Վենեսուելայում նարկոտիկների մեծ քանակ կա եւ ամբողջովին խոսքը գնում է թե նավթի պաշարները ոնց է օգտագործելու Միացյալ Նահանգները։ Ահռելի թվերով կոնկրետ ներկայացրել է ինչ շահ է հետապնդում եւ իրենք այլևս իրենց բաններ են քաղաքականություններն են փոխել։ Եթե առաջ հայտարարում էին, մենք գնում ենք դեմոկրատիայի հետևից դեմոկրատական իշխանություն, չէ, հիմա դες խնդիր չունեն։ Հիմա մարդասպան Մարտակեր Սիրիայում կբերեն օծանելիքը կցանի Թրամփի իրա վրա, կոստյումը կհագցնի, հետո կասի գնա դու շնտունի կբերի, կասի դու նորմալ ես, գնա այնտեղ քո ինչ ավտորիտար, ինչ ուզում ես արա, փրթի, ինչ ուզում ես արա։ Նույնը հիմա տեսնում եք ինչ անում Վենեսուելա, ինչ դեմոկրատիա, ինչ բան կա, նստացնի այդ կնոջը կասի եղածը, պաշարը, հարստությունը։ Հիմա Ամերիկան իր
Քաղաքականությունը բանը փոխել է, այլևս այդպես չի։ Չէ, ուղղակի այսպես թե այնպես մեզ հետ կապված է եւ ես մեկը ուզում եմ ասել, որ պետք չի բանը Սալավյովի ասածս այս դարակազմիկ բան ընդունել թե Պարզը որ պետք չի, որովհետեւ Սալավյովը չի իրականացնում Ռուսաստանի քաղաքականությունը, սա մեկ, երկրորդը իրենց ղեկավարը այդպիսի մտադրություն չունի, այդ մենք տեսնում ենք իր քաղաքական գիծը ինչպիսին է Վլադիմիր Պուտինի Այնպես որ եկեք դա թողեք։ Եվ եկեք չմոռանանք թե 20 Եվ հույսերս դնենք մեզ վրա, ուրիշ ոչ մեկի վրա։ 20-21-22 թվականին չմոռանանք եւ պատերազմի ժամանակ պատերազմից հետո ինչպես էր նույն Սալավյովը քննադատում իր հայրենի իշխանություններին, անպատասխան ուժերին, որ ինչու թույլ տվեցին, որ Արցախում դա տեղի ունենա եւ Արցախը կորցնենք։ Ինչ եք դա մոռանում։ Ինքը այսինքն այդպիսին է։ Կարող է երբեմն նաև Լավ, Սալավյովը արդեն պարզ է։ Հիմա հարցը հետևյալն է, մենք ինչ ենք անելու, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին։ Սա է։ Իմիջիայլոց դրա մասին էլ խոսք կար, էս էլ Զախար Պրիլեպին էր գրել, ասում էր, «Էս ինչ անհեթեթ թեզ է տարածում ամենտեղ, չի կարելի սիրիացիներից ավելի սիրիացի լինել, չի կարելի վենեսուելացիներից ավելի շատ լինել, չի կարելի հայերից ավելի շատ հայ լինել»։ Ասում է, աշխարհակարգը այսօր այլ կերպ է, այդ ո՞նց է Ամերիկան այդպես չի նայում։ Նայում այնտեղ իր շահը կա, հետաքրությունը կա, որոշակի բաներ ասում ես ապուշությունը, այս թեզերը, որ դուք ասում եք առաջին ալիքներով պատասխանում եք Ռուսաստանում մոռացեք, իհարկե մենք չի կարա այնտեղ ՆԱՏՕ լինի, չի կարա մենք այսքան ներդրում ենք արել, այսքան կապվածություն ունենք, սա հազար ու մի բաներով կապված է երկրներ։ Բայց դա չի նշանակում, որ գործը հասցնես դրան, բայց դա չի նշանակում նաև ձեռքերը ծալած նստել, ասել դե գնաց այդ տարածքը։ Ուրեմն ոչ թե այդպես, այլ չի նշանակում, որ պետք է գազ հասցնես մի իրավիճակի, երբ որ նորից զենք օգտագործես, որպեսզի հաստատես քո ճշմարտությունը։ Դե ինչպես տեսնում ենք Իսրայելը, մեծ Բրիտանիան եւ Ամերիկան ոչ մի բանի արժեվ չեն գնում, եթե պետք է այդ տարածաշրջանը չկորցնել, օդի մեջ են կպայթացնեն Իրանի ղեկավարությանը։ Սա ուրիշ է։ Դե հիմա իրական Այստեղ հետխորհրդային ուրեմն տարածքում լրիվ ուրիշ քաղաքականություն է։ Ես ուզում եմ ասել, որ ռուս իրականության մեջ նաեւ կա շատ ազդեցիկ մարդիկ նաեւ ունեն այսպիսի տեսակետներ։ Հա որ կան ինչ։ Մենք հիմա խոսում ենք ռեալ քաղաքականության մասին։ Դե մենք ասենք, որ նաև այսպիսի ձայներ են լսվում Ռուսաստանի դաշտում։ Ուրեմն առաջին հերթին կան եւ այսպես եւ այնպես, բայց հարցն անում է, այստեղ էլ շատ կա։ Հիմա Նիկոլի քաղաքականությունն է գնում, որը ինչ, որ մենք այստեղ ինչ ասես ասում ենք, մենք կարողանում ենք դեմ առնենք, հələ դեռ չենք կարողանում։ Դրա համար էլ խոսքը գնում է նամասին ինչ ենք անում, ընտրություններում կարողանանք միասնական ուժերով հաղթել, որովհետեւ այստեղ Արդեն հարցը դրված է ոչ թե նրա մասին, թե քանի падգամավոր ես կունենամ։ Ընդհանրապես կունենաս թե կամ ունենաս թե չունենաս, կամ դու ինչ պաշտոն կունենաս, ոչ մի պաշտոն էլ չես ունենալու։ Այդ մտադրությամբ, եթե գնում են ընտրությունների, ոչ մի բանին չեք հասնելու։ Ով ուզում եք լինեք։ Առաջին հարցը հայրենիք ունենալու Ուրեմն, առաջին հերթին խոսքը գնում է նրա մասին։ Կարողանալու ենք մենք բոլորս, ովքեր որ գտնում են որ այս իշխանության օրոք Հայաստանը կործանման է գնում, մենք կարողանանք միասնական այլ ընտրանքային ծրագիր ներկայացնենք ժողովրդին եւ նա տեսնի միասնություն։ Դա չի նշանակում, որ հախուռն միասնություն պետք է լինի։ Դա բացառվում է, բայց պետք է լինի այնպիսի մի հենքի վրա, որը կարողանա բոլոր ժողովրդի հիմնական մասին համոզել։ Տեսեք, մեր հարցումները ցույց են տալիս, որ առնվազն 55% գալու է ընտրությունների։ Այսօրվա դրությամբ այդպիսի ցանկություն ունեն։ Մենք պետք է կարողանանք ամրապնդենք դա, որ 55-ը դառնա 65, ինչու՞ չէ 70%։ Դրանից է կախված լինելու, թե ինչպիսի իրավիճակ ստեղծվի եւ ընտրությունների ժամանակ եւ հետընտրական process-ի ժամանակ։ Այստեղ շատ լուրջ խնդիրներ են։ Մի մոռացեք, որ Եվրոպան շարունակվում է իմիջիալոց մենք Վարդան Օսկանյանը նախաձեռնել է, մենք արդեն տվել ենք մեր համաձայնությունը ստորագրելու, այս 15 միլիոնի կամ այդ Եվրոպան, որ գալիս է այստեղ ինչ որ բան կազմակերպելու նախորյակին ընտրությունների առաջ, այդպիսի մի նվեր անել այսօրվա իշխանությունների, տեսեք թե ուրեմն ինչպես ենք մենք վերաբերվում այսօրվա իշխանության վարած քաղաքականությանը։ Այս ամենը պետք է կամ հետաձգել եվրոպական այդ հավաքը այստեղ կամ ընդհանրապես տեղափոխել մեկ այլ տեղ, մինչև որ մենք այստեղ մեր ներսում տեսնենք ինչով է ավարտվում այս ընտրությունները։ Սա է գլխավոր հարցը եւ ամենակարևորը, որ այդ ձախության հիվանդությունից ազատվեն մեր այսօրվա հատկապես երիտասարդ քաղաքական գործիչները։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց ուղիղ եթերում կլինենք Ջունիկ Աղաջանյանի հետ։